Պարոն Խանդանյան, օրինակ նշում են հանրությունն էլ, դա ակնհայտ է փաստերն են դրա խոսում, որ այդ հարցը իշխանությանը սկսեց մտահոգել մայն այն բանից հետո, երբ կաթողիկոսը խոսեց Շվեյցարիայում արցախցիների մասին եւ Փաշազադեի հայտարարությունը եղավ դժգոհությունների։ Ես խնդրում եմ էլի այդ մանիպուլատիվ բաները, թե չէ կաթողիկոսը բան երեք էր սկսել արցախահայերի մասին խոսել կամ այդ հայտարարությունները երեկվանից են։ Ես նորից եմ կրկնում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ առաքելական եկեղեցու որոշ շրջանակներ կաթողիկոսի գլխավորությամբ զբաղվում են ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եւ այդ ընդդիմադիր բնավ խնդրեմ չի Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելը, բայց երբ որ դու քեզ հռչակում ես կրոնական կազմակերպություն եւ որը ամենամեծ կրոնական կազմը, որը հատուկ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա դու պետք է հետևես այն կանոններին, Պարոն Խանդանյան, եւ եթե ինքը եկեղեցականները այդ թվում դրսում լայն աջակցություն ունեն, նկատի ունեմ հոգեվորականությունը, թե Հայաստանում, թե դրսում աջակցում են կաթողիկոսին, այդ ինչպես է պատրաստվում այդ ամենը շրջանցելով։ Ես կարծում եմ, որ հանրությունը եւս շատ հստակ դիրքորոշումներ ունի եկեղեցու որոշ սպասավորների, այդ թվում կաթողիկոսի վերաբերյալ, եւ այս այդ հստակ դիրքորոշումը եւ վերաբերմունքը լայն աջակցություն չի անվանի։ Մենք որպես քաղաքական գործիչներ շփվում ենք եւ դուք էլ եք շփվում մարդկանցից եւ գիտեք։ Կովկասյան բարոմետրը այլ բան էր ասում, պարոն Խանդանյան, Կովկասյան բարոմետրի հարցումները լրիվ այլ են։ Սոցիոլոգիայի մեթոդոլոգիայի մեջ չմտնենք, էլի, ասենք դուք շփվեք, դուք շրջապատի բանի հետ որ շփվում եք, դες լայն աջակցություն է վարում Հայաստան։ Եթե լայն աջակցություն վայել էին, անցած տարվա այդ այսպես կոչված սրբազան շարժումը այլ բան կունենար, որը լայնորեն աջակցություն էր վայելում եկեղեցու կողմից։ Հետ քայլ ինչով է պայմանավորված, վարչապետի հետ քայլ ինչով է պայմանավորված։ Գնահ այս որ ստատուսներ չի գրում, կարելի է դա համարել հետ քայլ թե ոչ եւ ձեր օրակարգում չեք հրաժարվել։ Բայց Շովետ ջան, թույլ տուր վերջացնեմ հարցը։ Շատ կարևոր հարցեր է տալիս պարոն Կիրակոսյանը, ինչով է պայմանավորված։ Հարցը արդեն 3 անգամ հնչել է։ Ես դա հետ քայլ չեմ անվանում, հարցը շարունակում է մնալ կարևոր եւ մենք շարունակենք այս թեմայով քննարկումները, բայց կրկնում եմ, որ եկեղեցուց ակնկալում ենք հանրային հնչեցված հարցադրմանը պատասխան։ Իսկ ինչու գրառում։ Խանդանյան, իսկ այն որ ինչու գրառումներ չի անում այլևս Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ այդ հարցին ոնց պատասխանել։ Երբ որ նպատակահարմար է գտնում, անում է գրառումներ, երբ որ նպատակահարմար չի գտնում, չի անում գրառումներ եւ հաջորդ անգամ վարչապետի հետ հնարավորության դեպքում կտակ հարցը։ Մեկ բան էլ հստակեցնեմ, դուք որ նշեցիք ձեզ արդեն իսկ հայտնի տեղեկությունները, ես ասացի, ինչ նկատի ունեք։ Ես ասացի հանրայնորեն։ Չնեղություն, դուք ասացիք ձեզ արդեն իսկ հայտնի տեղեկությունները։ Ես այդպեսի բան չեմ ասել, ես չեմ ասել ինձ հայտնի տեղեկությունները։ Ասացիք ձեզ արդեն իսկ մեզ նկատի ունենալով ասացիք, որովհետև կան օդում կախված տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ խնդրում եմ չժխտեք, որ կան այդպիսի տեղեկատվություններ եւ դուք գիտեք այդ տեղեկատվությունները։ Ճիշտ է, մամուլում կա, բայց Խանդանյան, այն որ իշխանության ներկայացնես միայն ընդհանրապես ձեր պատգամավորներից մի քանիսն ընդհանրապես այսպես կիսում։ Սարցոք չի։ Որ տեսակետն են կիսում։ Եկեղեցու վերաբերյալ, եթե հետևենք ընդհանրապես մի քանիսն են, որ Նիկոլ Փաշինյանի գրառումները կիսվում են, աջակցում են։ Սարցոք դա ես չեմ կարծում դա։ Բացարձակ չկա տարաձայնությունը դարձում։ Ես կարծում եմ ցուցիչ չէ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր հարց է։ Գիտեք, Հայաստանում տարիներ շարունակ եղել են տաբուացված թեմաներ։ Այս թեման եւս եղել է տաբու։ Եկեք խոստովանենք, որ մենք բոլորս միշտ մտածել ենք այս մասին, ես նորից եմ կրկնում, հայ առաքելական եկեղեցին ունի հազարավոր հետևորդներ, ու այդ հազարավոր հետևորդները Հայաստանի քաղաքացիներ են, ու այդ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն խաբված լինելու։ Իսկ եկեղեցին ինչպես կարող է միջամտել քաղաքացիների ընտրության կյանքին։ Իսկ այդ փաստը նոր հայտնի դարձավ, հիշում ենք 18-ին եկեղեցին բացարձակ իշխանություն չունի ներողություն Հայաստանում։ Պարոն Խանդանյան, լավ, ենթադրենք նման խնդիր կա, բայց այդ փաստը իշխանությունների։ Պարոն Խանդանյան, ով կարող է տեսակետ արտահայտել։
ցանկացած մարդ Հայաստանում կարող է տեսակետ արտահայտել, դուք դա շատ լավ գիտեք, որովհետև դուք ձեր զրուցակիցները հատկապես արտահայտում են ամենածայրահեղ տեսակետները։ Պարոն Խանդանյան, Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հետ նկար էր հրապարակում, ասում էր սա բացառիկ է, հանդիպում էր Միրոնովնեքին, հիմա այս հարցը նոր, Նորից կկրկնեք ձեր։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի հետ կաթողիկոսի հետ լուսանկար էր հրապարակում, ասում էր սա բացառիկ դեպք է, մասնակցում էր միջոցառումներին։ Հիմա այսքան այս խնդիրը նոր սկսել հուզել, եթե իսկապես նախնդիր կա նոր իշխանությունները։ Դե բնականաբար հանգամանքներ են ի հայտ եկել եւ նաեւ այդ հարցադրումը, որը արվել է կաթողիկոսի վերաբերյալ, դրանք հանգամանքների բերումով են ի հայտ եկել եւ երբ որ նոր հանգամանքներ են Երևան գալիս, ապա նորից այն տեղեկությունները, որոնք պատտվում են օդում։